Հաղորդման գլխավոր հովանավորն է ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Դան դեսերտ խմորեղենի եւ տորթերի արտադրության ընկերություն։ Շուրջ 30 տարի շուկայում առաջատարներից մեկը համարվող Դան դեսերտում կարող եք գտնել իրենց համային յուրահատկությամբ ու ինքնատիպությամբ աչքի ընկնող ամենատարբեր տորթեր եւ խմորեղեններ։ Այստեղ կարող են կատարածել ձեր ցանկացած մտահղացում տոնական սեղանին տալով յուրահատուկ տեսք։ Այժմ Դան դեսերտից կարող եք օգտվել նաև Պրոսպեկտ մոլի երկրորդ հարկում գտնվող սննդի կետից։ Եթե ձեզ հետաքրքրում է հայկական շոու բիզնեսի հայելու հակառակ կողմը եւ եթե կան հարցերը, որոնք գուցե հետաքրքրել են ձեզ, բայց երբեք չեն հնչել, առաջարկում ենք միանալ մեզ բացահայտելու շոու բիզնեսյան հայելու հակառակ կողմը։ Ողջույն, եթերում Փոփ-արտն է։ Այսօրվա մեր հյունային երգչուհին, ով ստեղծագործել սկսել է դեռևս 90-ական թվականներից, կարողանալով զբաղեցնել իր դիրքը հայկական շոու բիզնեսում եւ մինչ այսօր մնալով պահանջված երգչուհիներից մեկը։ Չնայած այս ամենին վերջին շրջանում նրա երկրպագուների աչքից չի վրիպում երգչուհու լռությունը, ինչի մասին խոսելիս նա նշում է, որ դրա պատճառներն իրականում շատ ավելի գլոբալ են։ Միևնույն ժամանակ հանդես գալով եւ փոփ եւ ջազ ժանրում, վերջինս խոստովանում է, որ վաղ թե ուշ հանդիսատեսն իրեն կտեսնի միայն որպես ջազային երգչուհի։ Այսօրվա մեր հյուրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանն է։ Давай. Շատ ես ուշում։ Ուй։ Всё. Ես պատրաստ եմ։ 1-2 եթերում Փոփ-արտն է։ Ցամար դու կանցես, դու ամենալավն ես, դու եւ իմ սրտում ես, եւ անիրական ես, սերը մի վերկրանք է, թանկ է, կյանք է, մենք արդեն գտել ենք իրար։ Բայց մեզ ո՞տ եք նստած։ Խի, այդ անհարմար է։ Կամ սես դինես, չի ուզում ձեր հուսից միան։ Միգուցե։ Սիրելիս, քեզանով ես ապրում եմ, սիրելիս, քեզանով հիանում եմ, դու որ ասեմ, խենտի պես սիրում եմ քեզ, ես դու որ ասեմ, խենտի պես սիրում եմ քեզ։ Ողջույն Զարուհի, շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հաղորդմանը մասնակցելու հրավերը։ Ողջունում եմ ես էլ ձեզ, շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, հուսամ կլինի շատ հետաքրքիր զրույց։ Մենք նույնպես հույսով ենք։ Զարուհի, զրույցը ցանկանում ենք սկսել վերջին շրջանում ձեր գործունեությունից։ Թեև դուք ժամանակ առ ժամանակ տեսահոլովակներով եք հանդես գալիս, սակայն տպավորությունն այնպիսին է, որ դուք լուռ եք։ Հետաքրքիր է ինչով է պայմանավորված այդ հանգամանքը։ Միայն տեսահոլովակները բավարար չեն, թե պարզապես դաշտն է ընդլայնվել եւ կարծես թե նոր կատարողները փոխարինում են հնաբնակներին, այսպես ասած։ Չեմ կարծում, որ վերջինս շատ լուրջ ազդեցություն ունի իմ լռության կամ ակտիվության վրա, որովհետև այսպես թե այնպես ես գործունեությունս ծավալում եմ ըստ իմ, չգիտեմ, գրաֆիկի, ըստ իմ ցանկությունների, ըստ իմ պահանջի, այսինքն որևիցե արտաքին ոչ մի բան կամ ինչ-որ մեկի ներկայությունը չի կարող խանգարել, իսկ պասիվությունը չեմ կարող ասել, որ շատ պասիվ եմ, բայց չեմ էլ կարող ասել, որ ագրեսիվ ակտիվ եմ, որովհետև ամեն ինչը անում եմ կարծես հենց հանգիստ առանց վրազելու, ունենալով շատ ու շատ հետաքրքրություններ եւ զբաղմունքներ, ինքս անում եմ պարզապես պարբերաբար ինչ-որ մի բան, որը որ իմ ցանկությունն է եւ հոգուս ցանկությունն է, դրա համար երևի թե տեմպն է ավելի դանդաղ, այլ ոչ թե ես չկամ ասպարեզում, պարզապես, չգիտեմ, երևի թե մարդ ինչքան մեծանում է կամ ավելի կայանում է կամ արդեն ունի իր տեղը, կարծես այդ վրազելու հանգամանքը մի քիչ հետին պլանում ամենում, դու ամեն ինչ անում ես շատ ավելի հանգիստ ու սենց առանց վրազելու, եթե դա է, չգիտեմ։
Շատ երգիչ երգչուհիներ, ովքեր որ ստեղծագործում են արդեն շատ տարիներ, այսօր երբ մի փոքր ինչ ավելի пассивանում են, նշում են, որ դրանց համար կան շատ դրդապատճառներ։ Օրինակ, որ այսօր գերակշռող անճաշակ երաժշտությունն է, որ այսօր կատարողները այն չեն, ինչ որ եղել են նախկինում եւ այլն։ Հետաքրքիր է այդ պատճառները ձեզ մոտ կան եւ մեկ անգամ էլ ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ձեր լռության պատճառը ավելի գլոբալ է։ Հետաքրքիր է դուք ինքներդ ինչ որ մի բան անում եք այդ գլոբալ, հա, պատճառը թեկուզ փոքրինչ փոքրացնելու համար։ Ես կարծում եմ յուրաքանչյուր արտիստի մոտ նույնիսկ եթե կա ինչ որ գլոբալ պատճառ, դա իր ներսում է, այսինքն այդ արտաքին հանգամանքները չեմ կարող ասել, որ եթե խոսեմ իմ մասին, հա, ինչպես նշեցի, արտաքին պատճառները չեն կարող այդպիսի ազդեցություն ունենալ, որտեղ դու ստեղծագործում ես ու անում ես քո աշխատանքը, ինչքանով որ դու դա կարողանում ես եւ ինչքանով դու դրա կարիք ունես կամ ինչքանով որ դա գտնում ես տեղին եւ ժամանակին։ Այսինքն ես չեմ կարող ասել, որ ես հիմա նստած եմ լուր սպասում եմ թե դաշտում ինչ կկատարվի, ինչ փոփոխություններ կլինեն, ինչ երիտասարդներ կգան, ով լավ կերքի, ով վատ կերքի, ով լավ բան կերքի, այսինքն ես չեմ կարող, այսինքն ես համարում եմ, որ դա սխալ արվեստագետը չի կարող նստել ու սպասի թե ինչա կատարվում դաշտում, որտեվ յուրաքանչյուր մարդ անում է այն, ինչին ինքը ընդունակ է եւ ինչ որ ինքը ուզում է։ Պարզապես մեր օրերում վերջին տեխնոլոգիաները, կայքերը, սոցկայքերը, չգիտեմ, տարբեր միջոցները, որտեղ կարող են տեղադրված լինել, թե տեսահոլովակները, թե ուղակի հարցազրույցներ, թե ուղակի ինչ որ մեկ ուզենա ինչ որ մի բան արտահայտի, այնքան շատ են, որ մեզ թվում է ամեն ինչ շատացել է, չգիտեմ, երկիշներ, չէ, միշտ էլ շատ են եղել։ Ուղակի այն ժամանակ շատ քիչ մարդ է երևացել էկրաններին, այսօր ով ուզում է կարող է երևալ։ Դա է տարբերությունը ինձ համար, բայց եւ այնպես ես չեմ գտնում, որ այդ ներքին, չգիտեմ, խոչընդոտել չեմ կարող ասել նույնիսկ ներխուժումները կարող են արվեստագետին, չգիտեմ, սենց ասել վերջ, դու այլևս պետք չի որ ստեղծագործես կամ արարես կամ ինչ որ մի բան։ Ես գտնում եմ, որ չէ, եթե կա խնդիր, ապա դա հենց արտիստի ներսում է խնդիրը։ Զարուհի, մեր աչքից չվրիպեց նաև այն հանգամանքը, երբ որոշ ժամանակ առաջ կրկին քննարկվում էր ձեր տևական լռությունը եւ այլն, շատերը այդ լռությունը կապել էին ձեր ամուսնալուծության հետ, ինչը դուք իհարկե հետագայում ժխտեցիք։ Հետաքրքիր է, ըստ ձեզ, այնուամենայնիվ որտեղից են առաջանում նմանատիպ խոսակցությունները։ Դա շատ հետաքրքիր իհարկե ինձ համար ժամանակաշրջան էր, որովհետեւ ես ինքս չէի կարողանում հասկանալ, որովհետև ես այն մարդկանցից եմ, ով եթե ինչ-որ միտեղ հայտնվում է, ապա ամուսնու հետ է հայտնվում, եթե չեմ հայտնվում, ուրեմն պարզապես կամ ժամանակ չեմ ունեցել, կամ չգիտեմ, այսինքն ես ինքս էլ ապշած էի ուզում էի հասկանալ պատճառը եւ հետո նույնիսկ իմ ժխտելուց հետո այդ նույն նյութը անընդհատ տեղադրվեց, խոսվեց այդ մասին, անկախ ինձնից, այսինքն ես էլ չէի կարողանում հասկանալ, թե ինչը կարող է սկզբնաղբյուրը լինել, փորձեցի այդպես ինձ էլ էր հետաքրքիր, այնպես չի որ ես հենց ասեցի դե լավ, ոչինչ ու դրեցի մի կողմ, ինձ էլ էր հետաքրքիր, բայց ոչ մի կերպ չկարողացա սկզբնաղբյուրը գտնել եւ նույնիսկ չկարողացա հասկանալ ինչը կարող էր պատճառ լինել նման խոսակցությունների, ինչևէ ի վերջո ինձ համոզեցին, որ ես գնամ հերոստայի եթերի, այնտեղից էլ բարձրաձայնեցի, որ չէ, փառք Աստծո, իմ կյանքում ամեն ինչ լավ է, բաժանություն չի եղել, դրանից հետո իհարկե այնպես չի որ կրքերը միանգամից հանդարտվեցին, դեռ երկար ժամանակ այդ մասին խոսվեց, բայց կարծես թե վերջին շրջանում արդեն լուռ է։ Զարուհի, հետաքրքիր է թե դուք ինչպես եք վերաբերում նմանատիպ խոսակցություններին, որովհետև գաղտնիք չէ, որ այսօր մարդկանց համար հնարավորությունները շատ ընդլայնված են եւ ցանկացած ոք կարող է իր կարծիքն արտահայտել այս կամ այն երգչուհու կամ հայտնի մարդու մասին։ Այս դեպքում դուք ինչպես եք վերաբերում, ձեզ համար անսովոր էր դա։ Չէ, ոչ թե ինձ համար անսովոր էր, ամենամեծ հետաքրքրությունը հասկանալ ինչից կարող էր ծնվել այդ եզրակացությունը,
թե չէ անսովոր չէ, պարբերաբար ինչ որ բաներ հայտնվում են, բայց ես ինքս դրան նորմալ եմ շատ վերաբերում, շատ հանգիստ եմ վերաբերում դրան, որովհետև այսօր նույնիսկ մարդիկ ամեն ինչ անում են, մեծ գումարներ են ծախսում, որ պարզապես սև PR անեն, որը իրենց օգտին կխաղա, այնպես որ դա ինձ համար նորմալ է։ Լավ, Զարուհի, եթե շարունակենք այն խոսակցությունների թեման, որոնք որ ժամանակ առ ժամանակ հյուսվում են հայտնի մարդու շուրջ, ապա պետք է նշենք, որ թեև նշեցիք, որ դուք այն քիչ մարդկանցից եք, ում հասցեին ինչ-որ բամբասանքներ են հնչում, բայց ամենայն դեպս ինքներդ էլ մեկ անգամ նշել եք, որ ձեր մասին լսած ամենատարօրինակ խոսակցությունը եղել է այն, որ դեռ տարիներ առաջ դուք դավաճանել եք ձեր ամուսնուն նախագծի շրջանակներից մեկի ընթացքում։ Փաստորեն այդ ժամանակ մարդկանց երևակայությունը էլ ավելի ուժեղ է եղել։ Գիտեք, ես մարդկանց երևակայության չգիտեմ, սահմանները ինձ համար անհասանելի են, որովհետև գիտեք, ես ամեն անգամ շատ լավ հիշում եմ, երբ ես ինչ-որ զուգերք էի երգում դեռ բավականին երիտասարդ տարիներին, չէր անցնում մի քանի օր, միանգամից այդ լուրերը սկսում էին պտտվել իմ եւ զուգընկերոջ մասին, որ նրանք ամուսնացել են կամ ինչ-որ սիրային կապի մեջ են, դա եղել է միշտ։ Ես նույնիսկ շատ լավ հիշում եմ, մենք Արսենի հետ Սաֆարյան զուգերք էինք երգում եւ ես արդեն նշանված էի, լավ, այսպես ասեմ, որտեվ չեմ հիշում, կարող է նույնիսկ արդեն չէ, մենք ամուսնացել էինք, նոր ամուսնացել էինք եւ այդպիսի մի դրվագ էր, ես, ամուսինս եւ Արսենը Սաֆարյան փողոցում ինչ որ անցնում ենք եւ մի կին մեզ տեսավ, վայ Զարա ջան, ինչ ուրախ եմ ձեզ համար, շնորհավորում եմ, վայ Արսեն ջան, ես ինչ լավ զույգ եք դուք, ու շնորհավորում եմ ինձ ու Արսենին։ Ու այդպես ամեն զուգերքից հետո այդ նյութը շաղախվում է եւ այո, այդ անհեթեթ լուրերից մեկն էր, երբ մենք իմ շատ լավ ընկերոջ հետ Մարկետ Սաղաթելյան երկու աստղ շրջանակներում ելույթ էինք ունենում եւ ես մի ելույթի ժամանակ ես վատառողջ էի եւ չեկա ելույթի եւ այդպես երևի թե մի օր երկու օր էր անցել, չգիտեմ, այդ ֆանտազիան մարդկային ուղակի սենց ապշեցնում է, որ սկսվեց նրանից, որ ահա Զարուհի Բաբայանը եւ Մարկ Սաղաթելյանը։ Հա, Մարկ Սաղաթելյանը տենց կապ ունեն եւ որոշել են իրենց նախագծից հանել, որովհետեւ ընտանիքում խնդիրներ են առաջացել եւ այլն։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ խոսակցություններ էին պատտվում, որ ձեր սկեսուրն է խնդրել, որպեսզի ձեզ հեռացնեն նախագծից։ Հա, այդ իհարկե շատ ծիծաղալ էր։ Ես հիմա իհարկե ժպիտը դեմքիս այս ամեն ինչը պատմում եմ, որովհետեւ ես ապրում եմ մի ընտանիքում, որտեղ adekvat մարդիկ են, սա ու շատ լավ մեկը մյուսին գիտի ու Մարկն է միշտ եղել է մեր ընտանիքի լավագույն ընկերներից, հոգին լուսավորի նրա։ Դրա համար ես երբևիցե, այսինքն խնդիր չեմ ունեցել այդ խոսակցությունների պատճառով, բայց ինչևէ ես նաև գիտեմ դեպքեր, որ մարդիկ լուրջ կանգնել են խնդրի առջև եւ ընտանիքը շատ լուրջ խնդրի առջև է կանգնել, երբ նման խոսակցություններ, որտեվ միշտ չգիտեք, այդ ժամանակ ասում են «не бывает дыма без огня» եւ սկսվում է այդ ամեն ինչը, բայց փառք Աստծո, որ այդ պարզապես ծիծաղի առարկա էր մեր տանը եւ այնպես չի որ էլի են եղել դեպքեր երբ ես ինչ որ բաներ եմ լսել, բայց ես արդեն սովորել եմ որ սենց անցկացնում եմ եւ շարունակում եմ քայլել առաջ եւ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ կամ չգիտեմ խնդիր առաջացնել իմ ընտանիքում։ Կարծում եմ այդ դեպքերից մեկն էլ այն էր, երբ վերջին շրջանում մամուլում քննարկվում էր այն, որ Զարուհի Բաբայանը մտերիմ է մեր քաղաքական գործիչների հետ եւ մասնավորապես իշխանական թևի հետ եւ հենց նրանք են բացում Զարուհի Բաբայանի ճանապարհը։ Եթե չեմ սխալվում, Սերժ Սարգսյանի եւ ձեր լուսանկարը բուրըն քննարկվում էր օրեր շարունակ։ Ես ամեն անգամ ինձ երբ նման հարց են տալիս, ես ամեն անգամ բնականաբար պատասխանում եմ, որ երբ մենք առաջին անգամ մեր Հայաստանի Հանրապետությունը ընտրեց նախագահ, ես այդ ժամանակ աշխատում էի Երգի թատրոնում եւ մենք բնականաբար այդ իրադարձություն էր մեր չգիտեմ կյանքում եւ մենք բոլորս շատ լուրջ մոտենում էինք դրան, ունեինք ելույթներ, նույնիսկ գրվում էին երգեր, կոչեր արվում, որ մենք այսուհետ Հայաստանի Հանրապետություն ունենալու է նախագահ դեռ այն ժամանակ, երբ մեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց, մենք շատ
առիթներ ենք ունեցել հանդիպելու, ելույթներ ունենալու նրա ներկայությամբ, հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց, հետո Սերժ Սարգսյանը ընտրվեց եւ մենք անընդհատ մեր արվեստը կարծես կանգնած է եղել նրանց կողքին եւ միշտ մենք մեր երկով միշտ սատար ենք եղել ոչ թե կոնկրետ անձին, այլ առհասարակ այդ երևույթին։ Եվ հիմա երբ որ քեզ փորձում են կապել, էնել ինչ որ դռների մասին խոսել, ինձ էլ է շատ հետաքրքիր որ դռների մասին է խոսքը, որովհետև եթե ինձ համար պիտի դռներ բացվեն, ապա այստեղ այնտեղ ամենուրեք Զարուհի Բաբայանը պիտի լիներ առաջին կարծես թե շարքերում, բայց արի ուտես այդպես չի, այնպես որ ես չգիտեմ որ դռների մասին է խոսքը, բայց ես ինքս սովորել եմ, որ ես ինքս ինձ համար շատ դռներ պիտի բացեմ այս կյանքում եւ ինձ մոտ ստացվել է ինչքանով որ ստացվել է։ Այնպես որ ես կարծում եմ յուրաքանչյուր երգիչի այսօր կարող են ու նույնիսկ ասեմ ավելին տենց մի հատ պիտակ էին, չէ, կպցրել էլիտար երգչուհի, դա ինձ մոտ իհարկե ծիծաղ առաջացրեց, ուզում էի հասկանալ այդ որն է էլիտար երգչուհին։ Միգուցե դրա պատճառը հանդիսացել էր այն հարցազրույցը, որի ժամանակ նշել էիք, որ նախագահներից մեկն ինձ ասաց. Զարուհի ջան, ես երևի իմ կյանքում ամենաշատը քեզ հետ եմ ապրել։ Միգուցե էլիտարը դրա հետ են ասոցացրել։ Չէ, ուղղակի չգիտեմ ինչի հետ են ասոցացրել, ես նույնիսկ չգիտեմ կարող եմ բացել ճակերտները եւ ասել, որ պարոն Ռոբերտ Քոչարյանն էր ինձ նման արտահայտություն արել, որտեվ շատ հազվադեպ կտեսնեի նրան ապարելուց ու երբ այդպիսի առիթ էր լինում, ինչ որ պետական այց էր լինում կամ ինչ որ մի բան, մենք միշտ ներկա էինք լինում այդ իրադարձությանը, ասեմ, այդ հանդիպմանը ու այդպես ստացվել է, որ իսկապես քանի անգամներ ես հրավիրել եմ պարոն Քոչարյանին եւ նա ապարել է ու մարդիկ էլ արդեն դարել էր դա ոնց որ այտենց ինչ որ հումոր էր, որ միջև զառանչե լինի պարոն Քոչարյանը չի ապարում ու դրա համար տենց չգիտեմ, ստեղծվել էր այդպիսի տպավորություն եւ ես դրա համար երբ ինձանից հարցնում էին դուք արդյոք ձեզ համարում եք էլիտար երգչուհի, բնականաբար առաջին ռեակցիան ծիծաղն է, քմծիծաղն է, որ շատ հետաքրքիր պիտակավորումը էլիտար երգչուհի։ Ոչ բոլոր երգչուհիներին են այդ պիտակավորումը տալիս։ Միգուցե, բայց ես իհարկե էլիտար չեմ կարող դրանով համարել, ես կարծում եմ դու քո կեցվածքով, քո կերպարով, քո արված աշխատանքով եւ քո արվեստով ես նման երևի թե պիտակ, չգիտեմ, արժանանում նման պիտակի, ինչևէ այնպես չի որ այդ բառը ինձ նեղացնում է, չէ, բայց ինձ անհասկանալի է, որ եթե դու նախագահի հետ ապարել ես, այսինքն դա կարող է, հա, դառնալ այտենց նյութ, որ դու էլիտար երգչի ես, որովհետև ապարել ես նախագահի հետ։ Այդ դա ինձ համար մի քիչ ծիծաղելի է, որովհետև ես կարծում եմ, որ գրագետ լրագրողը նման պիտակ չպիտի, այսինքն նման գնահատական չպիտի տա։ Լավ, Զարուհի, անցում կատարենք դեպի ձեր ստեղծագործական գործունեություն։ Գաղտնիք չէ, որ այն ոճից առավել, որը որ դուք ներկայումս հանդես եք գալիս, խոսքս այդ պարային ուրախ ռիթմերն են, ձեզ համար առավել ընդունելի եւ սիրելի է հենց ջազային երաժշտությունը։ Ժամանակ առ ժամանակ ձեր տարբեր հարցազրույցներում նշում եք, որ վաղ թե ուշ դուք սկսելու եք ներկայանալ հիմնականում որպես հենց ջազային երգչի։ Սակայն ժամանակը եւ օրերը անցնում են, դուք կարծես թե ձեր նույն տեղում եք։ Հետաքրքիր է, ո՞րն է դրա պատճառը։ Գուցե այդ ոճով գումար չկարողանալ վաստակել։ Չգիտեմ կկարողանամ դրանով գումար վաստակել թե ոչ։ Գուցե չգիտեք այդ իսկ պատճառով չեք։ Չէ, ես պարզապես ելույթները լինում են, ակումբային ելույթներ են լինում ջազային ծրագրով, բայց ես ամեն անգամ ասում եմ, որ վաղ թե ուշ վերադառնալ եմ եւ պարբերաբար վերադառնում եմ, պարզապես դա չի հայտնվում էկրաններին, որովհետև այսօր այն ինչ որ կատարվում է մեր ակումբներին, այնպես չի, որ լուսաբանվում կամ ցույցատրվում էկրաններին եւ բոլորը գիտեն, թե այս կամ այն ակումբում ինչ ելույթ եղավ, ոնց եղավ, ով ինչ երգեց։ Դրա համար այդ հատվածը կարծես իմ գործունեության մնում է մի քիչ ստվերում։ Բայց նաեւ համենայն դեպս ակտիվ գործունեություն։ Այո, համաձայն եմ ձեզ հետ, այնպես չի, որ ակտիվ է, որովհետև եթե այտենց շատ ակտիվ լիներ, վստահ շատ մարդիկ կիմանային եւ այնպես չի, որ այդ հարցը անդադ
գործակեր։ Զարա, եթե անցում կատարենք ձեր տեսահոլովակներին, ապա այնպիսի տպավորություն է, որ բացառությամբ մի քանի տեսահոլովակի դրանք հիմնականում ստեղծվում են 6-8 ոճի երգերի հիման վրա, որոնք իրենց հերթին ապահովում են արտիստին այս կամ այն միջոցառման ժամանակ տեսնելը եւ այն ֆինանսական կողմը, որի մասին քիչ առաջ խոսեցինք։ Հետաքրքիր է ձեր դեպքում այս ամենը միտումնավոր է արվում, թե այս պատկերը ինքնաբերաբար է ստացվել։ Նախ ասեմ, որ տեսահոլովակների մեջ 6-8 ընդամենը 3 հատ է։ Ու եթե հաշվենք, որ այդ 3 հատը կարող են եղանակ փոխել տենց գլոբալ, ապա այդքան էլ համաձայն չեմ։ Ինչ վերաբերվում է գումար աշխատելուն, ապա ես ձեզ ասեմ, որ ես երբ սկսեցի երգել Կիլիկիա եւ Շալախո, ես ավելի շատ գումար եմ աշխատել։ Այնպես չի, որ դա միտումնավոր արվել է, եւ առաջին իմ 6-ը եղել է Շալախոն, որը որ սիրվել էր եւ այսպես գրկաբաց ընդունվել էր։ Եկեք այստեղ ոչ թե ավելի շատ կենտրոնանանք այդ 6-8-ի վրա, այլ պարզապես խոսքը ավելի ռիթմիկ երգերի հիման վրա նկարանց տեսահոլովակների մասին է։ Նախ ասեմ, որ առաջինը եթե վերցնենք Սոխակն է եղել, ու շատ պատահական է Սոխակը հայտնվել իմ երգացանկում, դա ոչ եղել է պատվեր, ոչ եղել է նպատակ, ոչ եղել, ինձ պարզապես գործիքավորողը զանգարեց, ասեց Զարնեն սիրուն երգ կա, կարող է գաս լսես, ու մենք Վարդանի հետ Սարդարյան տենց լսեցինք, հասկացանք, որ ինձ շատ կսազի, իմ ձայնին շատ կսազի այդ ստեղծագործությունը, իսկ հետո տեսահոլովակի գաղափարը եղել է էլի իմ լավ ընկեր Մարկ Սաղաթելյանին է, որը որ ասեց Զար, արի սենց բան անենք, էլի, այսինքն այդ ամեն ինչը մենք չենք նստել առաջին Սոխակի մենք չենք նստել մտածել, ինչ անենք, որ գումար աշխատենք, արի երգենք 6-8, իդեպ ասեմ, երբ որ ես երգել եմ Սոխակը, դեռ դաշտը պրակտիկորեն այսինքն այս խոսակցությունները, այս քննարկումները, այս 6-8-ին սարքել օհո, սենց բան չկար, շատ հանգիստ դա ընդունվել էր եւ դրանից հետո նոր սկսվել է 6-8-ամանյան եւ ավելին ասեմ լրագրողական սպեկտրի ուշադրության, չգիտեմ, կիզակետում հայտնվել է 6-8-ը, որը եղել է միշտ։ Ոչ միայն լրագրողների։ Լրագրողների այն երաժիշտների, ովքեր տարիների փորձ ունեն եւ դեմ են 6-8-ին, այնպես չէ, որ լրագրողներն են կոնկրետ։ Ձեր նշած 6-8-ը, եթե խոսում ենք Շալախոյի մասին, դուք կարող եք համեմատել այսօր դաշտում արկա 6-8-ների հետ։ Չէ, ես ոչ մի բանի հետ չեմ ուզում համեմատել, այստեղ էլի նորից մենք վերադառնում ենք իմ ասածին։ Յուրաքանչյուր մարդ ստեղծագործում է եւ ստեղծում է այն, ինչը որ իրեն համար լավ է, ընդունելի է, թույլատրելի է։ Երբ խոսում են 6-8, ինչ-որ բաներ են խոսում, փորձում են, գիտեք, նենց խելացի մտքեր բոլորը արտահայտել, ինչպես կարելի է ողողել մեր շուկան, բայց մի հատ իսկ կարելի է մի հատ զատել մեր շուկան։ Այսինքն ես երբեք ինձ վատ չեմ զգացել, երբ որ ես երգել եմ Սոխակ, որովհետև ես գտնում եմ որ ավելի լավ է այդպիսի երաժշտություն լինի, քան որի մասին որ դուք նոր նշեցիք եւ շեշտեցիք, որովհետեւ ես ինչքան էլ որ իմ մարմնի բոլոր բջիջները ունենան ցանկություն, չգիտեմ, աղավաղելու, ռաբիս հասկացողությունը մտցնելու, իմ մոտ չի ստացվի դա, որովհետեւ ես ուրիշ բան եմ երգում, ես դա չեմ կարող, ես դա չեմ ուզում, երբևիցե չեմ էլ փորձել։ Բայց մեր մոտ կան բաներ, որոնց շատ մեծ sense նշանակություն են տալիս եւ արժեք, քան իրականում պետք է։ Ավելի լուրջ բաներ կան, որոնք լավ կլիներ լինեին կիզակետում։ Որ այսօր այդ 6-8 երաժշտության տակ, այսպես ասած, հնչում են այն ելևէջները, որոնք որ այդքան քննադատվում են, ինչի մասին մենք քիչ առաջ Այդ դրա մասին է խոսքը։ Դրա համար այստեղ ոչ թե խնդիրն է, ես դրա համար մի քիչ առաջ շեշտեցի, որ այսօր տարբերությունը միայն այնն է, որ այսօր էկրաններին կարող է հայտնվել յուրաքանչյուրը։ Դա է այսօրվա խնդիրը, ոչ թե ով ինչ է երգում, այլ խնդիրը նա է, թե ինչ է հայտնվում էկրաններին եւ ասեմ ավելին, չգիտեմ ցավոք թե բարեբախտաբար, բայց այսօր արդեն էկրաններն են կամաց-կամաց յետին պլան մղվում, այսինքն նույն հաջողությամբ, եթե մենք այսօր մաքրենք մեր եթերը եւ հնչի միայն
սահմանված ստանդարտներին երաժշտություն, միևնույն է այսօր համացանցը անում է իր գործը եւ մենք այլևս չենք կարող, չգիտեմ, վերահսկել, հա, որովհետեւ վերահսկում ես այստեղ դուրս է գալիս այնտեղից։ Դրա համար ոչ թե պետքա խոսալ նրա մասին, թե վայ, ես ինչ են երգում, այլ պարզապես պետքա առաջ սահմանում էին, չէ, չափանիշներ կային, ով կարող է հայտնվել, ինչը կարող է, չգիտեմ, հայտնվել էկրանին, ինչը ոչ, այսօր մեր ուժը մենակ դրա վրա կարող ենք, չգիտեմ, այսպես կենտրոնացնել, որովհետև այսօր արդեն համացանցը իր անելիքն անում է ու այլևս մենք չենք կարող իզորու չենք ոչինչ փոխելու, այո։ Ես կարծում եմ ուղղակի մարդկանց սերն է, այսինքն եթե դու կարողանում ես այդ սերը վայելել, ապա մնացած ամեն ինչ ստացվում է։ Լավ Զարուհի, շատ շնորհակալ ենք, որ եկաք եւ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ, ինձ շատ հաճելի էր։ Շատ գեղեցիկ եք։ Շնորհակալ ենք։ Եվ հուսով եմ, որ իսկապես ձեր եթերում կլինեն մի շատ հաճելի հյուրեր եւ շատ հաճելի զրույցներ, այնպես որ հաջողություն ձեզ։ Հույս ունենք, որ սկզբում նշած հաճելի զրույցը ստացվեց մեզ։ Ստացվեց։ Շնորհակալ ենք ձեզ։ Այսօրվա մեր արտաքին տեսքն ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին, որտեղ լիարժեք արտաքին գեղեցկություն ապահովելուց բացի գործում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ, հասցե Իսահակյան 14, ինչպես նաև համագործակցության համար շնորհակալություն ենք հայտնում L Nail մատնահարդարման սրահին, հասցե Կորյունի 5 կոտորակ 3։ Այսօր այսքանը, մենք շարունակելու ենք մեր տեսադաշտում պահել հայկական շոու բիզնեսում տեղի ունեցող բոլոր բացահայտ ու թաքուն իրադարձությունները։ Նաև չենք դադարելու բարձրացնել հարցեր, որոնց պատասխանները մինչ այս չեն հնչել։ Եթերում փոփարտներ կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Դան դեսերտ խմորեղենի եւ տորթերի արտադրության ընկերություն։ Շուրջ 30 տարի շուկայում առաջատարներից մեկը համարվող Դան դեսերտում կարող եք գտնել իրենց համային յուրահատկությամբ ու ինքնատիպությամբ աչքի ընկնող ամենատարբեր տորթեր եւ խմորեղեններ։ Այստեղ կարող են կատարածել ձեր ցանկացած մտահղացում տոնական սեղանին տալով յուրահատուկ տեսք։ Այժմ Դան դեսերտից կարող եք օգտվել նաև Prospect Mall-ի երկրորդ հարկում գտնվող սննդի կետից։